փակվել է։ Ինչ նորմ։ Հայկ Սարգսյանը քիչ առաջ ասաց, որ ԿՊ վարչությունը մերժել է իր բողոքը եւ նա այլևս ցանկություն չունի մասնակցել լինելու ԿՊ ցուցակում։ Ինչու եք մերժել բողոքը։ Ինքը գիտի ինչ ենք մերժել։ Որևէ բարձաբանում չի ներկայացվել իրեն։ Թափանցիկ չեք ասում։ Ես ցավում եմ, որ իր գնահատականը այդպեսին է, իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին դե ասեմ, ոնց ասեմ, բոլոր մնացածին նույնիսկ չի, այտենց չի ներկայացվել, ոնց որ Իրանա ներկայացվել որպես գործընկեր եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառ։ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Այսինքն դուք որպես հիմք ինչ եք ընդունել, նա հանրային տեսանկյունից այլևս ընդունելից չի, նրա կապերը օրինակ ենթամշակույթի քրեական, ուրեմն ես որևիցե մեկնաբանություն, իմ հետ կապված խնդիր չկա, այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա, ես հասկանում եմ, որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում միայն ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնի, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ, դա չի խնդիրը, հույս ունեմ կնայի այս հարցազրույցը եւ դուք չեք պատճառում խոսքով։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չէի 6 տարի ով ինչ հարցով ասում բուկմեյքերական գրասենյակները ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ բերել, բայց դա որևիցե կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ տեղի է ունեցել։ Իրան հարցրեք, եթե ինքը կուզենա մեկնաբանի կմեկնաբանի, ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու, վարչության որոշումները հրապարակային են, իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, թերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք շփվում եք իրար հետ։ Ոնց է բացարձակ։ Պարոն Սիմոնյան, հանրությանը զայրացրել է իշխանության միլիոնավոր դրամների պարգևավճարի բաժանում